Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինեն Հավասարդյանը։ 19:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Ռուսաստանաբնակ հայ գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանները պատրաստվում են դիմել վերաքննիչ դատարան բողոքարկելու նրա երկամսյա կալանքի որոշումը։ Փաստաբանները, որ ծանոթացել են դատարանի հիմնավորումներին, կալանքի որոշումը ապօրինի են որակում։ Մեր հակափաստարկները շատ էին, ինչպես նկատեցիք, 4 ժամանընդմեջ դատական նիստ է տեղի ունեցել եւ 4 ժամից 3.5 ժամը կարող եմ նշել, որ պաշտպանական կողմի ելույթն է եղել։ Բնականաբար այս քրեական վարույթի շրջանակներում ամբողջությամբ զետեղված նյութերը չեն խոսում քրեական օրենսգրքով մեղսագրված հիմնավոր ինչպես կասկածի մասին, այնպես էլ հիմքերի մասին։ Ուստի կարող եմ այս պահին միայն նշել, որ որոշումն ակնհայտ ապօրինի է, ասել է փաստաբաններից Լիանա Գասպարյանը։ Փաստաբաններն ապօրինի են համարում նաև Կարապետյանին առաջադրված մեղադրանքը։ Գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու համար։ Կարապետյանն ինքը իր մեղադրանքն անվանել է շինծու, կալանքը ապօրինի։ Հիշեցնենք, Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ, նա աջակցություն էր հայտնել հայ առաքելական եկեղեցուն հայտարարելով մեջբերում է. Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող զարգացումներին արձագանքել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցած գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր։ Ազգային խայտարակություն է, երբ մեծ ներդրողը եւ բարեգործը, ում գործունեության արդյունքները ակնառու են թե Սփյուռքում եւ թե Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է նետվում հայ առաքելական Սուրբ եկեղեցունի պաշտպանություն հանդես գալու համար, գրել է երկրորդ նախագահը, շեշտելով այս խայտարակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն մեր պետականության համար անկանխատեսելի հետևանքներով։ Ամրություն եմ մաղթում Սամվել Կարապետյանին, վստահ եմ, որ մոտենում է բոլորապազգային եւ ապօրինի գործողություններին վերջ տալու ժամանակը, եզրափակել է Քոչարյանը։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը, որով նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, ինչին էլ հաջորդեց Արցախի շրջափակումն ու բռնազավթումը, այն շրջադարձային կետն է, երբ ինքը ֆորպոստի վարչապետի կարգավիճակից հստակ անցում է կատարել Հայաստանի լիարժեք վարչապետի պաշտոնին։ Տեսեք, շատ են խոսում նրա մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես այս հարցի մասին էլ բնականաբար շատ մտածել եմ եւ այստեղ էլ իմ եզրակացությունը հետեւյալն է. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Այս է ճշմարտությունը, որովհետև ինչպես նախկինում ասել եմ, Լեռնային Ղարաբաղի հարցը որպես թոք օգտագործվել է, որ Հայաստանի Հանրապետությունը չգտնվի, Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն չկայանա եւ Հայաստանի Հանրապետությունը կայանում է եւ Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ ես եւ մենք բոլորս առնվազն ես, որովհետեւ բոլորի հետ չեմ խոսել, դրա համար իմ անունի այս թեմայով շատ մանրամասն չեմ խոսել, ավելի լավատես եմ, քան երբևէ։ Եվ ելի ուզում եմ ասել, որ սա ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է, եւ սա է իմ այս պահի ամենակարևոր արձանագրումներից մեկը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հունիսին այցելել են Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ պատաններին եւ գերիներին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ապագործակալությունը, վկայակոչելով միջազգային կառույցի պաշտոնական հաղորդագրությունը։ Նշվում է, որ կայացել են անհատական հանդիպումներ, ստեղծվել են պայմաններ նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար, ինչպես նաեւ փոխանցվել են ընտանիքներից ուղարկված ծանոթներ։ Թե կոնկրետ ում հետ են հանդիպել Կարմիր խաչի աշխատակիցները չի հաղորդվում։ Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով Ադրբեջանի բանտերում ներկայումս 23 հայ է պահվում, որոնց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Շինծու դատավարությունները շարունակվում են առանց անկախ լրատվամիջոցների ու միջազգային կառույցների մասնակցության։ Հայտնի է նաև, որ Ադրբեջանը մտադիր է փակել Կարմիր խաչի գրասենյակը, որը Բաքվում ապօրինաբար պահվող հայերին տեսակցելու հնարավորություն ունեցող միակ կառույցն է։
Ազգային ժողովն այսօր արդարադատության նախկին նախարար Արտակ Զայնալյանին ընտրեց սահմանադրական դատարանի դատավոր ձայների 67 կողմ 0 դեմ հարաբերակցությամբ։ Զայնալյանի թեկնածությունն առաջադրել էր կառավարությունը, ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։ Ապրիլին դատավորի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Վահե Գրիգորյանը։ Արտակ Զայնալյանը միջազգային իրավունքի մասնագետ է, 2018-ից 19 թվականներին զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը, ավելի վաղ ազգային ժողովի պատգամավոր է եղել։ Նա նաև միեդում գերիների շահերն է ներկայացնում։ Զայնալյանը Երևանի ավականու Հանրապետություն խմբակցության անդամ էր, որը ՔՊ-ի հետ կոալիցիա էր կազմել եւ ապահովել, որ Երևանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 9%-ի ձայները ստացած Տիգրան Ավինյանը քաղաքապետ դառնա։ Բացի այդ, Զայնալյանը Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը նախաձեռնած խմբի Եվրաքվեի ներկայացուցիչ է։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, հայտարարել նրան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի։ Մենք ասել ենք, որ Ռուսաստանի քաղաքացին, ռուս ձեռնարկատերը, ինչպես ցանկացած այլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եւ ռուս ձեռնարկատեր, եթե կապվում է մեր դեսպանատան ռուսական կողմի հետ, միշտ օգնություն եւ աջակցություն է ստանում, ասել է նա իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ Նա շեշտել է, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է կատարվում։ Այս թեման քննարկել շարունակելու համար մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում այնտեղ հստակ հայտարարությունների եւ մեղադրանքների տեսքով։ Այնքան շատ հայտարարություններ են արվել, այնքան յուրահատուկ, որ նախ եկեք հասկանանք, թե ինչ է քննարկվում։ Եվս մեկ անգամ որպես Ռուսաստանի քաղաքացի եւ ռուս գործարար բնականաբար նրան կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն, ընդգծել է նա։ Արդեն մեկ շաբաթ է Իսրայելն ու Իրանը շարունակում են արյունալի պատերազմը, իսկ աշխարհը սպասում է, թե ինչ կորոշի ԱՄՆ նախագահը պատերազմին Միացյալ Նահանգների ուղիղ մասնակցության վերաբերյալ։ Հաղորդվում է, որ Իրանը հրթիռային նոր հարվածներ է հասցրել Իսրայելի տարբեր քաղաքների։ Հրթիռներից մեկը հարվածել է երկրի հարավում գտնվող Բերշևա քաղաքի հիվանդանոցին, կա 30-ից ավելի վիրավոր, հիվանդանոցը լրջորեն վնասվել է։ Թիրախը եղել է մոտակայքում գտնվող ռազմական շտաբը։ Ռամադ Գանում, որը մոտ է մայրաքաղաքին, հարվածել են բազմաբնակարան բնակելի շենքի, կա 25-ից ավելի վիրավոր։ Իրանական հարվածներից վերջին տվյալներով կա ընդհանուր մոտ 240 վիրավոր։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սոցցանցում գրել է, որ Իրանը ծանր գին կվճարի հիվանդանոցին եւ քաղաքացիական անձանց հարվածելու համար։ Երեկ էլ հայտարարել էր, որ քայլ առ քայլ առաջ են շարժվում Իրանից եկող սպառնալիքները միջուկային ու բալիստիկ հրթիռների ծրագիրը չեզոքացնելու ուղղությամբ։ Մենք վերահսկում ենք Թեհրանի երկինքը, հուժկու հարվածներ ենք հասցնում Ալաթոլայի ռեժիմին, թիրախավորում ենք միջուկային օբյեկտները, հրթիռները, հրամանատարական կենտրոնները եւ ռեժիմի խորհրդանիշները, պնդել է Նեթանյահուն։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը նոր ֆոտոշարք է հրապարակել։ Լուսանկարներում նա դուստրերի հետ է։ Նրանք լուսանկարվում են երիցուկների դաշտում, ինչպես նաև մրգերի ֆոնին։ Աննա Հակոբյանի եւ դուստրերի ֆոտոշարքը կարող եք տեսնել ձեր էկրաններին։ Այսօր հունիսի 19-ին ավտովթարը տեղի ունեցել Երևանում։ 08-50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 51-ամյա Թաթուլ Գ-ի վարած Շոնգթոնգ Մակնիշի թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Մարտիրոսի վարած Օպել Մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Բարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ։ Հունիսի 18-ին մոպեդի եւ ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում Մալացիա Սեբաստիա փողոցի 8-րդ հասցեի դիմաց ճանապարհի հատվածում բախվել են Երևանի բնակիչ 33-ամյա Սուրենայի վարած Volkswagen Magnişi ավտոմեքենան եւ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 27-ամյա Singh P-ի վարած Yamaha Magnişi մոպեդը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո այնուհետև տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շամշյան Քոմբը նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է ինչպես է տեղի ունեցել մոպեդի եւ ավտոմեքենայի բախումը, որով ակնհայտ երևում է, թե ինչպես է մոպեդը բախվում Volkswagen-ի հետնամասին։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։